Դպրոցից դուրս գալուց հետո ես գնացի գրադարան ու կարդացի էներգիայի օգտագործումը վերնագրով մի գիրք։ Այնտեղից տեղեկություններ ստացա հողմաղացի մասին, փորձեցի ու պատրաստեցի այն։ Բարի գալուստ Էդ Story, այսօր ես պատմելու եմ 2019 թվականին էկրան բարձրացած «Տղան, որ սանձեց քամին» ֆիլմի մասին։ Ֆիլմը սկսվում է Մալավիի Կունգու կոչվող փոքրիկ գյուղում, որտեղ մի խումբ ֆերմերներ եգիպտացորեն են հավաքում, իսկ երեխաները վազվզում են դաշտում։ Հանկարծ ֆերմերներից մեկը, Ջոնը, կրծքավանդակի շրջանում սուր ցավ է զգում ու ընկնում է գետնին։ Տեսարանն այնուհետև փոխվում է Ջոնի հուղարկավորությանը, որտեղ քահանան նշում է, որ Ջոնին երկար ժամանակ կհիշեն իր բարի գործերի համար, որոնք օգնեցին հասարակությանը։ Ջոնի եղբայր Թրայուելն ու նրա որդի Ջերեմիան սգում են նրա վաղաժամ մահը։ Թրայուելը 3 երեխաների հայր է, ապրում է փոքր տանը ու խիստ կախված է գյուղատնտեսությունից։ Նրա որդի Ուիլյամը խելացի է ուսման մեջ ու հետաքրքրված է էլեկտրոնային սարքերով։ Նա սիրում է վերանորոգել հին ռադիոներն ու այլ տեխնիկա, որպեսզի ընտանիքի համար մի փոքր գումար վաստակի։ Մյուս կողմից, Թրայուելի դուստրը սպասում է, թե երբ ընտանիքն իրեն կուղարկի համալսարան։ Ամբողջ ընտանիքը կախված է լավ եղանակից ու բերքատվությունից, որպեսզի հոգա իր կարիքները։ Մի առավոտ Թրայուելի կինը, Էգնեսը, մոտենում է ամուսնուն ու խնդրում է Ուիլյամի դպրոցական նոր հագուստը դնել նրա մահճակալին։ Երբ Ուիլյամը նկատում է հագուստը, ուրախությունից սկսում է վազվզել։ Ավելի ուշ Թրայուելն առաջարկում է Ուիլյամին լավ սովորել դպրոցում ու կարևոր բաներ ուսանել։ Շուտով նա գնում է դպրոց ու ճանապարհին հանդիպում ընկերոջը, Գիլբերտին։ Մյուս կողմից, Ուիլյամի քույր Էննին ու Էգնեսը գնում են տեղի ջրաղացը, եգիպտացորեն նաղալու։ Էգնեսն Էննին ասում է, որ նա նույնպես կարող է աշխատանք գտնել ու աջակցել ընտանիքին համալսարանն ավարտելուց հետո։ Երբ մայրն ու դուստրը ջրաղացից տուն են վերադառնում, մի կոկիկ հագնված տղամարդ հեծանվով անցնում է նրանց կողքով։ Էննին նայում է տղամարդուն ու ժպտում է նրան։ Հաջորդ տեսարանում այդ տղամարդը, Մայք Կաչիկունդան, գալիս է Ուիլյամի դպրոց ու պարզվում է, որ նա այնտեղ ուսուցիչ է։ Միևնույն ժամանակ տնօրենը հավաքում է բոլոր աշակերտներին ու տեղեկացնում, որ նրանք, ովքեր չեն վճարել ուսման վարձը, չեն կարողանա օգտվել գրադարանից։ Դասերից հետո Ուիլյամն այցելում է Կաչիկունդային ու նրան է փոխանցում քրոջ նամակը, որով Էնին խնդրում է օգնել իրեն բարձրագույն ուսման հարցում։ Սա ստիպում է ուսուցչին կարմրել ու նա հեռանում է, Ուիլյամին հիշեցնելով վարձը վճարելու մասին։ Գիշերը Ուիլյամն անում է հնարավորը թեստին պատրաստվելու համար, բայց քանի որ էլեկտրականություն չունեն, ստիպված է լինում քնել։ Հաջորդ օրը թեստի թերթիկները ստանալուց հետո Ուիլյամը խոսում է Գիլբերտի հետ ու ասում, որ իրենք կարող են ավելի բարձր նիշեր ստանալ, ուղղակի պետք է միջոց գտնեն գիշերը սովորելու համար։ Դպրոցից հետո երկուսով գնում են մոտակա աղբանոցն ու փնտրում որևէ բան, որը կօգնի իրեն սովորել գիշերները։ Դրանից հետո նրանք գնում են Գիլբերտի տուն, որտեղ մարդիկ հավաքվել են հատուկ ժողովի համար։ Գիլբերտի հայրը, գյուղապետ Վիմբեն, խոսում է փայտի վաճառքով զբաղվող ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք խնդրում են գյուղացիներին վաճառել իրենց ծառերը։ Վիմբեն ու Թրայուելը մերժում են առաջարկը, իսկ մյուս գյուղացիները նույնպես աջակցում են նրանց։ Անսպասելիորեն Ջերեմիան ոտքի է կանգնում ու գործարք կնքում ներկայացուցիչների հետ, համաձայնելով վաճառել իր ծառերը։ Թրայուելն ու մյուսները փորձում են կանգնեցնել նրան, բայց նա չի լսում ու հեռանում է։ Հետևելով Ջերեմիային, Թրայուելը գալիս է նրա տուն ու առաջարկում փոխել ծառերը վաճառելու որոշումը։ Թրայուելը նաև նշում է, որ Ջերեմիան պետք է դադարի մոլախաղեր խաղալ ու ապագայի համար գումար խնայի։ Այնուամենայնիվ Ջերեմիան պատասխանում է, որ առատ անձրևների ու ջրհեղեղի հավանականության պատճառով գյուղում բոլորն էլ այսպես թե այնպես ռիսկի են դիմում։ Նա պնդում է, որ ուղղակի ուզում է գումարը վերցնել ու հնարավորինս շուտ հեռանալ։ Հաջորդ տեսարանում Ուիլյամն ու Գիլբերտը գնում են իրենց ընկերոջ տուն ու ռադիոյով լսում ֆուտբոլային խաղի ուղիղ հեռարձակումը։ Հանկարծ ռադիոն դադարում է աշխատել ու բոլոր ներկաները նայում են Ուիլյամին, հույս ունենալով, որ նա կարող է վերանորոգել սարքը։ Առանց ժամանակ կորցնելու, Ուիլյամը վազում է տուն ու տեսնում է, թե ինչպես են ծնողները քննարկում ապագայի համար խնայած գումարը։ Ուիլյամը հարցնում է հորը, թե երբ է վճարելու դպրոցի վարձը, ինչին վերջինս պատասխանում է, որ կվճարի բերքահավաքից ու այն շուկայում վաճառելուց հետո։ Դրանից հետո Ուիլյամը վերցնում է հոր ռադիոյի մարտկոցներն ու վազում հետ ընկերների մոտ։ Նա վերանորոգում է ռադիոն, մեծ ուրախություն պատճառելով բոլորին։ Ավելի ուշ, գիշերը, երբ Գիլբերտն ու Ուիլյամը վերադառնում են տուն, տեսնում են, թե ինչպես է Էննին համբուրում ուսուցիչ Կաչիկունդային։ Հաջորդ օրը աղբանոցում պիտանի իրեր փնտրելիս Գիլբերտն առաջարկում է վրեժխնդիր լինել Կաչիկունդայից ու կոտրել նրա հեծանիվը, որպեսզի նա այլևս չկարողանա հանդիպել Էննիին։
Ուիլյամը համաձայնում է, բայց երբ մոտենում է հեծանվին, նրան հիացնում է դրա վրայի լապտերը։ Երբ նա պտտում է հեծանվի ոտնակը, լապտերը վառվում է, ու Ուիլյամը շատ է հետաքրքրվում դրանով։ Միևնույն ժամանակ ուժեղ անձրևների պատճառով գյուղում ջրհեղեղի հավանականությունը օրեցօր մեծանում է։ Ուիլյամին նույնպես հեռացնում են դպրոցից, քանի որ հայրը չի վճարել վարձը։ Հասկանալով, որ գյուղին կառավարության օգնությունն է պետք, Թրայուելը Ուիլյամին տանում է շուկա, հանդիպելու իր հին ընկեր Դանիելին, որը կապեր ունի կառավարության հետ։ Այնուամենայնիվ, օգնություն առաջարկելու փոխարեն Դանիելն առաջարկում է Թրայուելին պատրաստվել երաշտին ու սովին, որը շուտով հարվածելու է նրանց գյուղին։ Հաջորդ օրը, չնայած հեռացված լինելուն, Ուիլյամը դասերից հետո մտնում է դպրոց։ Նա մոտենում է Կաչիգունդային ու հարցնում, թե ինչպես է հեծանիվը կարողանում ինքնուրույն վառել լապտերը։ Կաչիգունդան բացատրում է, որ դա հնարավոր է կցված դինամո մեքենայի շնորհիվ, որը կինետիկ էներգիան վերածում է էլեկտրական էներգիայի։ Ուիլյամն ավելի է հետաքրքրվում, թե ինչպես կարող է ինքը դինամո պատրաստել, սակայն Կաչիգունդան բավարար տեղեկություններ չունի ու առաջարկում է այցելել գրադարան։ Երբ Ուիլյամը նշում է, որ գրադարան մտնելու թույլտվություն չունի, ինչպես նաև գիտի քրոջ հետ նրա սիրավեպի մասին, Կաչիգունդան համաձայնում է օգնել նրան։ Նա Ուիլյամին տանում է գրադարան ու տեղեկացնում գրադարանավարին, որ իրենք աշխատում են նախագծի վրա։ Այսպիսով Ուիլյամը հնարավորություն է ստանում կարդալ գրքերը առանց գրադարանային քարտի։ Հաջորդ տեսարանում երկրի նախագահի ժամանման կապակցությամբ միջոցառում է անցկացվում, ու գյուղացիները ողջունում են նրան։ Միջոցառման ընթացքում գյուղապետ Վիմբեն նշում է իրենց ծառացած խնդիրներն ու խնդրում նախագահին ջանքեր գործադրել դրանք լուծելու համար։ Սա լսելով, նախագահի անվտանգության աշխատակիցները բռնությամբ հեռացնում են Վիմբեին բեմից ու դաժանորեն ծեծում նրան։ Օրերն անցնում են, գալիս է բերքահավաքի ժամանակը, բայց ցավոք, այս անգամ լավ բերք չկա։ Թրայուելն ու նրա ընտանիքը լավ հասկանում են, որ սնունդը չի հերիքելու, ու իրենք պետք է ապավինեն իրենց խնայողություններին։ Վիճակն ավելի վատթարացնելով, կառավարությունը բարձրացնում է սննդի գները, ինչի պատճառով Թրայուելն ու մի քանի գյուղացիներ բողոքի ակցիա են անում։ Մյուս կողմից, Ուիլյամը շարունակում է գաղտնի գնալ դպրոց ու տարբեր գրքերից սովորել քամու և էլեկտրական էներգիայի մասին։ Դժբախտաբար, երբ տնօրենը մտնում է դասարան, նկատում է Ուիլյամին ու դուրս հանում նրան։ Ավելի ուշ նույն օրը գյուղ են հասնում կառավարական երկու բեռնատարներ, բարձված սննդամթերքով։ Էգնեսն անմիջապես իր ամբողջ խնայողությունը տալիս է Ուիլյամին ու խնդրում գնալ ու որքան հնարավոր է շատ հացահատիկ բերել։ Մինչ Թրայուելը մասնակցում է բողոքի ցույցերին, իսկ Ուիլյամը փորձում է սնունդ ձեռք բերել, մի խումբ չարագործներ մտնում են Թրայուելի տուն ու գողանում սննդի ամբողջ մնացորդը։ Էգնեսը փորձում է կանգնեցնել նրանց, բայց ապարդյուն։ Միևնույն ժամանակ Ուիլյամին հաջողվում է մտնել պահեստ, որտեղ կառավարության պաշտոնյաները վաճառում են եղած քիչ սնունդը։ Դրսում բարկացած բազմության ցույցերի ֆոնին Ուիլյամը խնդրում է աշխատողներին օգնել իրեն դուրս գալ նեղ անցքով, որպեսզի իրեն չկողոպտեն։ Շուտով Ուիլյամը հասնում է տուն ու հացահատիկը փոխանցում մորը։ Ամբողջ ընտանիքը հավաքվում է, ու իրավիճակը վերլուծելուց հետո Թրայուելն ասում է ընտանիքին, որ ստիպված են լինելու ուտել օրական միայն մեկ անգամ։ Սա լսելով, Էգնեսը բարկանում է ու դուրս գալիս սենյակից։ Շուտով երաշտը ծանր հարվածում է գյուղին, ու չնայած դրան, Թրայուելը չի դադարում աշխատել դաշտում։ Տեսնելով ընտանիքի ու գյուղացիների խղճալի վիճակը, Ուիլյամը գիշերն այցելում է քրոջն ու խնդրում Կաչիգունդայից ուզել դինամոն։ Նա նշում է, որ գիտի նրանց հարաբերությունների մասին ու ոչ ոքի չի ասի։ Նա նաև նշում է, որ եթե ստանա դինամոն, կարող է հեշտությամբ կառուցել հողմակայան ու ջուր մղել գետնի տակից։ Հաջորդ օրը, երբ Ուիլյամը տուն է վերադառնում փայտ հավաքելուց հետո, տեսնում է, որ ծնողները շվարած կանգնած են տան դրսում։ Էգնեսի ձեռքին Էննի նամակն է, որտեղ ասվում է, որ նա փախել է Կաչիգունդայի հետ։ Ի զարմանս իրեն, Ուիլյամը մտնում է Էննիի սենյակ ու տեսնում սեղանին դրված դինամոն։ Փորձելով գտնել Էննին, Թրայուելն ու ամբողջ ընտանիքը գնում են դպրոց ու տնօրենից հարցնում Կաչիգունդայի մասին։ Ցավոք, տնօրենը նշում է, որ տեղեկություն չունի նրա մասին ու ներողություն է խնդրում ընտանիքից նրա անբարոյական արարքի համար։ Միևնույն ժամանակ Ուիլյամը խնդրում է տնօրենին թույլ տալ օգտվել գրադարանից, որպեսզի գրքեր կարդա ու հողմաղած կառուցի իր մարդկանց օգնելու համար։ Այս անգամ տնօրենը համաձայնում է։ Դրանից հետո Ուիլյամը վերցնում է էլեկտրաէներգիայի արտադրության մասին գրքեր ու կարդում դրանք։ Հաջորդ տեսարանում Ուիլյամի ընկերները համաձայնում են օգնել նրան, ու խումբը սկսում է փորձը։ Նրանք հաջողությամբ կառուցում են փոքր հողմաղած ու արտադրված էլեկտրաէներգիայի միջոցով միացնում են ռադիոն։ Հաջողությունից հետո Ուիլյամը որոշում է կառուցել ավելի մեծ հողմաղած, որպեսզի կարողանա էլեկտրաէներգիա արտադրել ու աշխատեցնել ջրի պոմպը, որը կջրի չորացած դաշտերը։
Այնուհետև խումբն այցելում է աղբանոց ու փնտրում իրեր, որոնք կօգնեն հասնել իրենց նպատակին։ Մյուս կողմից Ուիլյամը մոտենում է Թրայուելին դաշտում ու խնդրում տալ իր հեծանիվը, որպեսզի դրա մասերն օգտագործի հողմաղաց պատրաստելու համար։ Սա լսելով Թրայուելը բարկանում է ու բղավում Ուիլյամի վրա անիրականալի երազանքների համար։ Նա հրահանգում է տղային հաջորդ օրվանից օգնել իրեն դաշտում։ Հաջորդ տեսարանում Ուիլյամը դաշտում աշխատում է հոր հետ, իմանալով, որ առանց ջրի իրենց ծանր աշխատանքն ապարդյուն է լինելու։ Ավելի ուշ նա այցելում է ընկերներին ու զարմանում, տեսնելով, որ բոլորը հավաքում են իրերը գյուղից հեռանալու համար։ Բարեբախտաբար, նրան հաջողվում է համոզել նրանց մնալ։ Ապա նա խնդրում է նրանց օգնությունը, հորը համոզելու համար, որ տա հեծանիվը։ Որոշ ժամանակ անց խումբը հավաքվում է Թրայուելի տան դիմաց ու խնդրում թույլ տալ օգտագործել հեծանիվը։ Ցավոք, այս անգամ նույնպես Թրայուելը բարկանում է ու քշում նրանց։ Որոշ ժամանակ անց Էգնեսը խոսում է Թրայուելի հետ ու խնդրում թույլ տալ Ուիլյամին անել այն, ինչին նա հավատում է։ Նա նշում է, որ կյանքում շատ բան է կորցրել ու չի ցանկանում կորցնել նաև Ուիլյամին։ Գիտակցելով իր սխալը, Թրայուելը նստում է հեծանիվն ու մոտենում Ուիլյամին։ Նա ներողություն է խնդրում որդուս տարրական կարիքները չապահովելու համար ու ի վերջո համաձայնում է տալ իր հեծանիվը։ Դրանից հետո հայրն ու որդին գնում են հեծանիվների վերանորոգման մոտակա աշխատանոց ու մասնատում հեծանիվը։ Ստանալով անհրաժեշտ ամբողջ տեխնիկան, Ուիլյամը սկսում է կառուցել հողմաղացը հոր և մի քանի գյուղացիների օգնությամբ։ Շուտով նրանք բարձրացնում են հողմաղացի շեղբերն աշտարակի գագաթին ու որոշ ժամանակ անց քամին սկսում է պտտել այն։ Այնուհետև Ուիլյամը նշում է, որ պետք է համբերատար լինել, քանի որ մարտկոցը պետք է լիցքավորվի։ Եվ ահա, մարտկոցը սկսում է աշխատել, իսկ պոմպը ջուր մղել։ Սա գյուղացիներին ցնծության մեջ է գցում, ու բոլորը շնորհակալություն են հայտնում Ուիլյամին իր հանճարեղ գյուտի համար։ Տեսարանն արագ տեղափոխվում է մեկ շաբաթ անց, որտեղ թաց դաշտերում երևում են ծլող նոր մշակաբույսերը, իսկ գյուղացիները վերադառնում են իրենց սովորական կյանքին։ Ուիլյամը նստած է տան դիմաց, նայելով հողմաղացին։ Նա տեղեկացնում է ծնողներին, որ տնօրենը ցանկանում է, որ ինքը հանդիպի ուսանողական ազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Նա նաև նշում է, որ կարող է կրթաթոշակ ստանալ քաղաքի հեղինակավոր համալսարաններից մեկում սովորելու համար։ Սա լսելով, հպարտ Թրայուելը մոտենում է նրան ու խորհուրդ տալիս ավելի շատ սովորել։ Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Ուիլյամը բարձրանում է հողմաղացի աշտարակն ու դիտում իր կանաչապատ գյուղը։ Այսքանն էլ այս տեսանյութում, հույս ունեմ, ձեզ դուր եկավ։ Բաժանորդագրվեք նմանատիպ բովանդակության համար ու սեղմեք հավանել կոճակը մեզ աջակցելու համար։ Նաև թողեք մեկնաբանություն, եթե ցանկանում եք, որ պատմենք ձեր սիրելի ֆիլմի մասին։ Մինչ հաջորդ հանդիպում։